Անուն ազգանուն Տանտիկ Սողոյան, բռնի անհետացած անձանց հարազատ, ում իրավունքների ներկայացումը վստահվել էր 20 թվականին մարդու իրավունքների եվրոպական դատարանում հիմա միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակին, այսինքն մեր իրավունքի պաշտպանությունը վստահվել է կառավարությանը եւ հիմա կառավարությունը միանձնյա առանց մեր կարծիքը հաշվի առնելու որոշել է, որ ինքը պետք է հրաժարվի մեր իրավունքի իրացումից կամ մեր շահերը միջազգային արձանում ներկայացնելուց, ինչը անընդունելի է։ Իրավունքի կրողը կառավարությունը չի, այդ իրավունքի կրողը մարդիկ են, իրենց հարազատները։ Դուք ձեր հարազատներին եք կորցրել պատերազմի ժամանակ 20 թվականին։ Ինչ հարազատի, եթե գտնվեք։ Իմ քերին անհետ կորել է, այսինքն բռնի անհետացել է ադրբեջանական շրջակայքի հարցակումների հետևանքով, փաստարկվել է եւ եվրոպական դատարանում հավաստվել է, որ ըստ ամենայնի ադրբեջանական դիվերսիոն խումբը գերեվարել է իրենց, սակայն հրաժարվել է հետագայում տեղեկություններ տրամադրել, ինչը վկայում է արդեն բռնի անհետացման հանցագործության մասին, ինչը միջազգային բոլոր պայմանագրերով, կոնվենցիաներով, սովորութային նորմերով ամենածանր հանցագործություններից մեկն է։ Ու հենց այդ ծանր հանցագործությունների արձանագրման ինչ որ առումով որն է արդարության հասնելու կարևոր միջոցը, այս հանցագործության արձանագրումը, իրավունքի խախտման արձանագրումը։ Եթե այդ իրավունքի խախտման արձանագրման պահանջից մեր կառավարությունը հրաժարվում է, դառավիճ իրողությունները փոխվեց, այդ մարդիկ բռնի չեն անհետացել, չեն խոշտանգվել, չեն սպանվել։ Այսինքն դուք անդադար բողոքի ակցիաներ միշտ ներկա եք լինում եւ կառավարության առաջ եւ ազգային ժողովում։ Այսօր այստեղ հավաքվել եք Նիկոլ Փաշինյանի վերջի ասուլիսից հետո, երբ որ հայտարարեց, որ բոլոր միջազգային հայտարարությունները դա եւս այդ պահանջը եւս բավարարվում է Ադրբեջանի կողմից միակողմանի եւ այստեղ շատ կարեւոր պահել կա։ Մի հատ հասկանանք, թե ինչ պահանջներ ունենք մենք Ադրբեջանի դեմ եւ Ադրբեջանը մեր դեմ, որ փորձում են իբրև թե այստեղ ծախել, որ լավ բան է եւ մյուս կողմն էլ իրենց պահանջներից հրաժարվում։ Մեր պահանջները, այն ինչը որ քննվում է արդարադատության միջազգային դատարանում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դրանք բացառապես մարդու իրավունքների կոպտագույն խախտումները արձանագրող վեճերն են։ Այսինքն ամենահիմնարար բաները, դրանք չեն ստորադասվում, ինչ որ նյութական պահանջներ չեն, բան չեն, դրանք ամենաառանցքային կոնվենցիաների շրջանակներում քննվող խախտումներն են, անթույլատրելիությունը մարդկանց խոշտանգելու, էթնիկ հիմքերով իրենց ամենադաժան հանցագործություններին ենթարկելու։ Օրինակ երեկ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ որևէ կետ չկա գերիների վերադարձի մասին։ Կարող եք ասել ինչ է լինելու ըստ ձեզ։ Ես գերիների կետի մասին կա, չկա, դա ընդհանրապես ուրիշ հարց է եւ մի հատ կարեւոր բաներ հասկանանք, որ միջազգային պայմանագրերի նկատմամբ վերահսկողություն, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր, այսպես ասած, ոչ մեկ, ոչ մի երրորդ պետություն կամ միջազգային կառույց չի գալու վերահսկողություն իրականացնի, թե արդյոք գերիներին փոխանակեցին, թե չփոխանակեցին, բայց այն պարագայում, երբ որ մենք ունենք քիչ թե շատ գործող մեխանիզմներ դատական ատյաններում, որտեղ կարայինք գոնե թե արձանագրեինք մեր իրավունքների խախտումները, այդ մեխանիզմներից հրաժարվելը ես անմտություն էլ չեմ ուզենավորակել, որովհետև դա ուղղակի դավաճանություն է։ Դավաճանություն է այն մարդկանց հանդեպ, ովքեր հերիք չի իրենց հարազատներին տվել են այս երկրին իր պաշտպանության համար, այլ նաև տառապելուն այդ մարդկանց համար պատերազմը չի ավարտվել։ Իրանք շարունակում են դեռևս մեծ մասամբ գտնվում են զոհի կարգավիճակում դեռևս եւ անընդհատ սպասում են այդ մարդկանց վերադարձին, սպասում են գոնե արձանագրմանը, որ այս ամեն ինչը հանցագործություն է եղել։